Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը։ Եվ Մովսեսը զարհուրած չէր համարձակվում նայել, և Տերը նրան ասաց. «Քո ոտքերի կոշիկները հանիր, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնել ես, սուրբ հող է։ Ես աչքովս տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու։ Այժմ արի, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս»։ Այն Մովսեսին, որին ուրացան և ասում էին. «Ով քեզ մեր վրա իշխան և դատավոր կարգեց», նրան Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երևաց Մովսեսին մորենու մեջ։ Նա դուրս հանեց նրան նշաններ և զարմանալի գործեր անելով եգիպտացիների երկրում և Կարմիր ծովում ու անապատում 40 տարիներ։ Այս Մովսեսն է, որ ասաց իսրայելացիներին. «Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրան լսեցեք»։ Այս Մովսեսն է, որ անապատում հավաքված ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա հետ և մեր հայրերի հետ։ Նա է, որ կենարար պատգամներ ընդունեց մեզ տալու համար։ Մեր հայրերը չուզեցին հնազանդվել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան և Ահարոնին ասացին. «Մեզ համար աստվածներ կերտիր, որ գնան մեր առաջից, որովհետև այն Մովսեսը, որ մեզ եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թե ինչ պատահեց նրան»։ Եվ այդ օրերին մի հորդ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին և իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։ Ուրեմն Աստված էլ երես դարձրեց ու նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպես որ գրվածել է մարգարեների գրքում. «Մի՞թե անապատում 40 տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ, Իսրայելի տուն։ Այլ դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա Աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար։ Ահա ինչու ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի մյուս կողմը»։